Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, ես այսօր այստեղ կանգնած եմ ոչ միայն որպես Հայաստան դաշինքի անդամ, ես այսօր այստեղ կանգնած եմ որպես հայ երիտասարդ, ով գիտակցաբար ընտրել է Հայաստանում ապրել եմ, ես այսօր այստեղ կանգնած եմ որպես կին, ով միայն Հայաստանի Հանրապետությունում է պատկերացնում ընտանիք կազմել և զավակներ մեծացնել, Ես այսօր այստեղ կանգնած եմ որպես զավակ մի ընտանիքի, քույր մի եղբոր, ով դեգերել է աշխարհում տարբեր երկրներ, բայց ի վերջո վերադարձել է Հայաստան, որովհետև հայրենիքից բացի ուրիշ ոչ մի տեղ չի պատկերացնում ինչպես կարելի է ապագա կառուցել։ Ուստի սիրելի երիտասարդներ, ես իսկապես գիտեմ դուք ինչ եք զգում։ Ես զգում եմ այն ամենը, ինչ զգում եք նաև դուք։ Վախը վաղվա օրվա հանդեպ, անորոշություն, անծանր լռությունը, որ երբեմն շփոթում են անտարբերության հետ։ Գիտեմ, շատերդ այսօր հոգնած եք, հոգնել եք անգամ հույս ունենալուց։ Երբեմն ինձ էլ է թվում, որ մեր սերունդին բաժին է հասել միայն անորոշությունը ու ցավը։ Բայց սիրելիներս, ես գիտեմ, որ դերձորի անապատում Քայլող մեր նախնիները շատ ավելի ծանր դժվարություններ են հաղթահարել։ Արաքս գետը անցնող մեր տարագիր նախնիները շատ ավելի ծանր փորձություններ են հաղթահարել։ Ի վերջո, Արցախի լեռներում կռվող մեր եղբայրները անասելի ավելի շատ փորձություններ են հաղթահարել։ Ուրեմն սա ինչ է, որ մենք միասին չկարողանանք հաղթահարել։ Եթե դուք այսօր կասկածում եք, վախենում եք, չեք վստահում, դա բնական է, բայց խնդրում եմ, վախը, կասկածը, հուսալքությունը չեն կարող թողնել, որ կործանի մեզ։ Եթե դուք մտածում եք, որ ձեր ձայնը նշանակություն չունի, որ բոլորը նույնն են, խնդրում եմ, մի պահ կանգ առեք ու ինքներդ ձեզ հարց տվեք, Ինչու են միլիարդներ ծախսում, որպեսզի դուք այդպես մտածեք, եթե դա է իրականությունը, ոչ, բոլորը նույնը չեն, չի կարող հայրենիք հանձնողը և հայրենիք կառուցողը նույնը լինել։ Չի կարող նույնը լինել ինքնության դեմ պայքարողը և այդ ինքնության համար նահատակվելուն պատրաստ եղողը։ Ուստի, սիրելի հայրենակիցներ, իրենք շատ լավ գիտեն, որ ոչ թե ձեր ձայնը ոչինչ չի որոշում, այլ հենց ձեր ձայնն է ամեն ինչ որոշում։ Դրա համար մի վախեցեք, մի վախեցեք, մի վախեցեք հատկապես ամենավախկոտներից։ Գիտակցենք սեփական ուժը։ Սիրելի հայրենակիցներ, պետությունները այսօր մեծ առաջընթաց են գրանցում, տիեզերք են նվաճում, գիտության ոլորտներ են նոր բացահայտում, սովորում են ամենաբարդ խնդիրները լուծել ամենասահմանափակ ռեսուրսներով։ Իսկ մեզ ասում են, որ մենք ներուժ չունենք, որ մենք անգամ չպիտի երազենք, իսկ իրականությունը ճիշտ հակառակն է, իհարկե մենք ունենք ներուժ, բայց այդ ներուժը ուղղակի շղթայված է, կալանավորված է, հուսալքության, խաղամոլության, թմրահամաճարակի ճիրաններում, ու Այս ամեն ինչը ուղղակի խնդիրներ չեն, որոնց մասին մենք ուզում ենք խոսել և անցնել գնալ, մենք ուզում ենք արմատախիլ անել այս խնդիրները, այս ճանապարհին մեր առաջին քայլը, մեր առաջարկը մեր հանրությանը, անվճար բարձրագույն կրթություն բոլոր երիտասարդների համար։ Սա մեզ համար պարզապես նախընտրական խոստում չէ, Սա մեր հավատամքն է։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում չպիտի լինի երիտասարդ, որ ուղղակի այն պատճառով, որ ընտանիքը չունի համապատասխան միջոցներ, չկարողանա բարձրագույն կրթություն ստանալ։ Մենք ուզում ենք, որ մեր տղաներն ու աղջիկները բացահայտեն ոչ թե թմրանյութերի,
ոչ թե խաղատների կործանարար աշխարհը, այլ լաբորատորիաները, արհեստական բանականության անսահման հնարավորությունները։ Մենք ուզում ենք փոխել միջավայրը, մենք ուզում ենք փողոցից ու տելեգրամյան անանուն էջերից ետ բերել մեր լուսավոր երիտասարդությանը ու բերել իրենց դեպի լույսը, դեպի կրթությունը, դեպի գիտությունը ու դեպի զարգացումը։ Սա է մեր հավատամքը, պետություն, որը պետք է ներդրում կատարի մարդու մեջ։ Հենց սրա համար է, որ մեզ սովորական ընտրություններ չի, որ սպասվում են։ Մեզ իսկապես սպասվում է ոչ թե ընտրություն կուսակցությունների անունների ու քաղաքական ուժերի միջև, մեզ սպասվում է ընտրություն արժեքների միջև, ընտրություն այն ուղու, որով պիտի գնա մեր երկիրը։ Ու մի պարզ ճշմարտություն կա այս ճանապարհին։ Չենք կարող փրկություն սպասել օտար մայրաքաղաքներից։ Որևէ երկրում մեզ համար լավագույն որոշումները չեն կարող իրականացնել։ Միայն մենք ենք, որ կարող ենք մեզ համար բերել մեր համար սպասված այդքան հրաշքը։ Մենք պիտի լինենք այն փոփոխությունը, որը այդքան ուզում ենք տեսնել։ Մենք պիտի ընտրենք ինքներս մեզ, որովհետև ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու։ Սիրելի երիտասարդներ, ես իսկապես կարծում եմ, որ սրանք արտասովոր ընտրություններ են։ Մենք միայն մեր անունից չի, որ ընտրություն ենք կատարելու։ Մենք ընտրություն ենք կատարելու նաև մեր հազարավոր եղբայրների փոխարեն, որոնց երազանքները կիսատ մնացին։ Մենք ընտրություն ենք կատարելու նաև տասնյակ հազարավոր մեր արցախցի եղբայրների ու քույրերի փոխարեն, որոնք մի որոշումով զրկվեցին քաղաքացիության իրավունքից։ Մենք որոշում ենք կայացնելու բռնազավթված մեր վանքերի, մեր գերեզմանների, հայոց ցեղասպանության զոհ դարձած սրբադասված նահատակների անունից, ովքեր ամեն օր մեզ ասում են. մի մոռացեք մեզ, մի ուրացեք։ Ուրեմն, մեր առաջարկը հստակ է, չկա մի ուժ, որ այս ճանապարհը կարող է անցնել միայնակ, բայց մենք գիտենք, որ այն, ինչ չի կարող անել մեկը, իզորու է անել հավաքականությունը։ Ուստի մեր առաջարկն է, միասին անցնենք այս այլընտրանք չունեցող ճանապարհը, որովհետև մենք միասին կարող ենք լինել այն փոփոխությունը, որը կբեկի պատմության ընթացքը։ Մենք ընտրում ենք Հայաստանը եւ առաջարկում ենք այս ճանապարհը, պատվաբեր ճանապարհը անցնել միասին։ Շնորհակալություն։